GTA 6-ի թողարկման ամսաթիվն արդեն հայտնի է։ GTA 6-ի կանխատեսվող թվերը պարզապես հսկայական են։ Վերլուծական գնահատականների համաձայն նախնական տվյալների միայն առաջին շաբաթում GTA 6-ը կարող էր ապավել մոտ $260 միլիոն։ Իսկ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում խաղի եկամուտը կարող էր հասնել 3.3-ից ուշադրություն $5.2 միլիարդ, իսկ վաճառքը մինչև 51 միլիոն օրինակ։ GTA 6-ը սկզբում հասանելի կլինի բացառապես PlayStation 5-ի եւ Xbox S եւ X սերիաների համար, իսկ համակարգիչների համար դեռևս հայտնի չի ժամանակահատվածը։ GTA 6-ը ունի երկու տարբերակ՝ Standard Edition եւ Ultimate։ Համեմատության համար GTA 5-ը 2013 թվականին ընդամենը 24 ժամում վաճառվել է 11.21 միլիոն օրինակով եւ ապավել մոտ $815.7 միլիոն եկամուտ։ Ընդամենը 3 օր անց խաղն արդեն հատել էր $1 միլիարդ սահմանը։ Գլխավոր հերոսներն են Ջեյսոնը եւ Լուսիան, իսկ գործողությունները կատարվելու են Լեոնիդա նահանգում, ներառյալ Vice City։ Նոր GTA-ի on-line տարբերակի մասին ամբողջական պաշտոնական ինֆորմացիա դեռևս չկա։ GTA 5-ի հաջողությունը մինչ օրս շարունակում է։ Խաղի ընդհանուր վաճառքը արդեն մոտենում է 230 միլիոն օրինակի, բայց կարող է հիշել GTA 6-ի թվերը դեռևս վերլուծաբանների կանխատեսումներն են, ոչ թե Rockstar-ի պաշտոնապես հաստատված վաճառքի արդյունքները։ Կկարողանա GTA 6-ը գերազանցել GTA 5-ի պատմական ռեկորդը։ Պատտվում են լուրեր, որ խաղը լինելու է նաև ռուսերեն տարբերակով, սակայն վերջնական լեզուների ցանկը դեռևս հասանելի չի։ Նախապես պատրաստ եղիր GTA 6-ի թողարկմանը գնելով քո խաղային կոնսոլը հենց Play Store-ից։